Պարոն Մանուկյան, ես ձեզ հրավիրում եմ 3 ամսից ժամկետների մասին լրացուցիչ ձեռք քննարկենք։ Գնանք նոր նորքի 105-րդ մանկապարտեզի բացմանը։ Միասին գնանք իրար գնանք բոլորս հասկանանք, թե այնտեղ Երևանի քաղաքապետարանը ինչ աշխատանքների ընդունում է կատարել եւ մենք ունենք համապատասխան որակ, թե չունենք։ Ու պարոն Մանուկյան ու հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ մի հարցի անդրադառնալ, որ 137 եւ 147 մանկապարտեզները Շենգավիթ վարչական շրջանում են գտնվում, այս պահին հակակոռուպցիոն կոմիտեում կա քննվող վարույթ, որտեղ մենք ունենք էլի կրկին շինարարության որակների հետ կապված խնդիր եւ պետք է համապատասխան մարմինները այո քննեն եւ պատասխանատվության ենթարկեն այն մարդկանց կամ այն պաշտոնյաներին, անկախ նրանց կուսակցական պատկանելիությունից, պարոն Մանուկյան, կրկնում եմ ես այստեղ, որովհետեւ ես ինչպես դուք եք ասում, ես ինձանից շատ կոռուպցիայի դեմ պայքարող ուղղակի չեմ ճանաչում։ Ու իմ համար ուղղակի տարակուսելի է, ուղղակի որ դուք այսօր գալիս եք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված մարդիկ լինելով ու ասում եք, որ այսօր կոռուպցիա կա։ Իա, այն միջևը չկար, բախի չեք բարձրաձայնում դրա մասին։ Հաջորդը պարոն Մանուկյան, հա, կոռուպցիա, այնքան ասեց, այսօր ասում եք, այսօրվա իմ հերոսը դուք եք, որ ասում եք։ Շիրակի մարզում ըստ օդում կախված լուրերի ասում են, որ ունեք հեյք։ Հա, վերջը, բայդի ոնց սեփականաշնորհեցիք, էդի ոնց եղավ։ Պարոն Մանուկյան, Մեսրոպ Մանուկյան։ Հարամասնեք, էլի ստեղից դրա հետ կապված հարց է։ Բա մենք քիչ ենք կարող հեյք, խի չունենք մենք, ինչի՞ որտեղ չենք թալանում մենք։ Չէ, ուղղակի տարիներ շարունակ թալանել եք թե Երևանցուն, թե Շիրակցուն, թե Հայաստանցուն, ունեք այսօր հեյք։ Ոնց կարող մարդ հեյք ունենա։